Բարև ձեզ, ձեր էկրաններին Դիգնիսի փոդքասթն է։ Այս տաղավարում մենք զրուցում ենք կառուցապատման եւ դրան հարակից տարբեր ոլորտների մասին։ Մինչ ես կներկայացնեմ այսօրվա մեր հյուրին, դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։ Այսօր զրուցելու եմ Nash Group ընկերության փոխտնօրեն Վահագն Օհանյանի հետ։ Բարև ձեզ Վահագն, շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում եք։ Բարև ձեզ, շնորհակալություն հյուր ընդունելու համար։ Վահագն, այսօր խոսելու ենք Մանուկ Աբեղյան 17 հասցեում գտնվող շենքի մասին։ Շինարարական աշխատանքները կարծես թե արդեն ավարտին են մոտենում։ Այո, շինարարական աշխատանքները շատ բուռն կերպով ընթանում են։ Նշեմ, որ մեր տվյալ պրոյեկտը 6 հարկանի է եւ այսօր արդեն 6-րդ հարկի հատակը բետոնապատված է, այսինքն մենք արդեն շինարարություն ենք կատարում վերջի հարկի վրա։ Կուզենայի ավելացնել, որ տվյալ շենքը ունի նաև հասարակական տարածք, որը ամբողջովին վիտրաժապատ է։ Վիտրաժապատ են նաև մնացած հարկերի բնակարանները։ Ուրեմն յուրաքանչյուր հարկում կա 4 բնակարան, ամենափոքր քառակուսի մետրը դա 51 քառակուսի մետրից սկսած է եւ կա նաև հնարավորություն ավելի մեծ քառակուսի մետրեր ստանալու համար։ Եկեք խոսենք նաև շենքի առավելությունների մասին, ինչ է ստանալու գնորդը այս շենքում բնակարան ձեռք բերելիս։ Ուրեմն շենքի առավելությունները մեր տվյալ պրոյեկտում շատ են, նշեմ ամենակարևորը, նախ ինքը գտնվում է փոքր կենտրոնում եւ տվյալ պրոյեկտը ունի երկու տարբեր փողոցներից մուտք։ Մի մուտքը դա Չարենցի փողոցից է, հայտնի զիգզագ խանութի հարևանությամբ, որը գալիս է էլի մեր շենքին հարակից կանաչ տարածք, ավտոկայանատեղի, իսկ մյուս մուտքը Սայաթնովա փողոցից։ Հաջորդ առավելությունը կարելի է նշել, որ շենքը գտնվում է այգուն շատ մոտ, Օղակաձև այգու մոտ, Երևանի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի անմիջապես հարևանությամբ եւ ռադիոտան հետնամասում։ Առավելություններից կարելի է նշել, որ շենքը ունի ընդամենը 20 բնակարան եւ մեր գնորդներին կարող եմ առաջարկել եւ հորդորել, որպեսզի շտապեն, որովհետեւ բնակարաններից քիչ է մնացել։ Այ շատ ճիշտ մեջբերում արեցիք, բնակարանների թիվը բավականին քիչ է, շենքը ընդհանուր առմամբ փոքր է, որովհետև շուկայում իսկապես ունենք հենց քիչ բնակարաններ ունեցող շենքեր նախընտրող մարդիկ։ Դուք հենց իրենց եք թիրախավորել, թե կոնցեպտն էր ի սկզբանե այդպիսին։ Թիրախավորել ենք այն գնորդներին, ովքեր ցանկանում են ապրել բազմաբնակարան շենքում, բայց ոչ շատ մեծ, որ շատ բազմամարդ։ Նշեմ, որ սա Nash Group-ի 3-րդ պրոյեկտն է։ Առաջի 2 պրոյեկտը արդեն իսկ ավարտված են եւ հանձնված են սեփականատերերին շահագործման, որոնք հենց գտնվում են հարևանությամբ։ Մեկը անմիջապես հարևանությամբ, մյուսը փողոցի դիմացի մայթին։ Սա 3-րդ պրոյեկտն է, որը շատ մոտ ապագայում մենք արդեն հանձնելու ենք բնակիչներին շահագործման այդ փաստաթղթերի ձևակերպմանը։ Հետաքրքիր է, որ 3-րդ շենքը նույն հատվածում, նույն կոնցեպտով, նույն հարկայնությամբ եք ընտրել, ինչով է սա պայմանավորված։ Տվյալ տարածաշրջանում պահանջարկը հենց դրանով էր, այսինքն պահանջարկը բնակիչների գալիս էին այն բնակիչները եւ կային հայտնի մարդիկ այդ բնակիչների մեջ եւ ցանկացողները չէին ուզում շատ մեծ բնակարաններում եւ ուզում էին փոքր կենտրոնի մոտ, կանաչապատ տարածքին շատ մոտ, հանգիստ փողոցի աղմուկից հեռու բնակարաններ։ Իսկապես համամիտ եմ, փոքր կենտրոնում նման հատվածներ գտնել շատ դժվար է։ Անդրադառնանք նաև գնային քաղաքականությանը։ Ամեն դեպքում շատերի մոտ փոքր կենտրոն կամ առհասարակ կենտրոն վարչական շրջանի հետ բավականին բարձր գներ են ասոցացվում։ Մեր մոտ գնային քաղաքականությունը շատ ճկուն է։ Մենք ուսումնասիրել ենք բնականաբար տարածքի, տարածաշրջանի եւ առաջարկում ենք ամենամրցակցային գինը 1 քառակուսի մետրը սկսած 900,000 դրամից, քանի որ արդեն շենքն էլ ինքը համարյա ավարտին փուլում է, վերջի հարկի շինարարությունն է, մոտ ապագայում կավարտենք եւ ուսումնասիրության արդյունքում ենք եկել այս գնային քաղաքականությանը, գինը չենք բարձրացրել, չենք իջացրել։ Ուսումնասիրության արդյունքում է այս գինը ձևավորվել, որը շատ մրցակցային գին է տվյալ տարածքի համար։ Համամիտ եմ, իրականում փոքր կենտրոնում առհասարակ կրկին կենտրոն վարչական շրջանում ավարտին մոտ շենքերը բավականին
այլ թվերի մասին են խոսում, կարծում եմ, որ մրցունակ գին ունենք շուկայում։ Սա Nash Group-ի իրականացրած երրորդ նախագիծն է, ինչպես դուք նշեցիք, արդեն բազմաթիվ գնորդներ ծանոթ են ձեր աշխատելավոճին, ինչ ցուցանիշներ ունեք, ինչպիսին է վիճակագրությունը, ունեք կրկնվող գնորդներ, ովքեր մի անգամ օգտվել են արդեն ձեր ծառայություններից եւ վերադառնում են։ Ուրեմն գնորդների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այո, կան կրկնվող գնորդներ կան, բայց կան նաեւ նոր գնորդներ, ովքեր Քանի որ նշեցի, որ հարևանությամբ է գտնվում, դժվար չի հետաքրքրվել եւ շինարարության արագությունը եւ որակը եւ այն պայմանները, որ մենք ստեղծում ենք գնորդի համար, հիմնականում կրկնվող շատ քիչ կան, բայց կան կրկնվող գնորդներ կան եւ գնորդները բոլորը ցանկանում են հենց տարածքի, ոնց որ տարածքի տեղի եւ շինարարության դիզայնի որակի ամբողջ համադրությունը մեկը մյուսին լրացնում է։ Ավելացնեմ նաև, որ մեր բնակարանները տարբեր տեսակի պահանջներ ունեցող գնորդների համար են, այսինքն յուրաքանչյուր ամենափոքր բնակարանը ունի մեկ ննջասենյակ եւ մեկ հյուրասենյակ ստուդիո, դա ամենափոքր եւ կա երկու ննջասենյակով եւ այլն, եւ յուրաքանչյուր բնակարան մեր տվյալ պրոյեկտում ունի բաց պատշգամբ, բոլոր բնակարանները ունեն բաց պատշգամբ, դա էլ որպես առավելություն կուզենայի նշել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, Վահագն։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար եւ հաճելի զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրը Nash Group ընկերության փոխտնօրեն Վահագն Օհանյանն էր։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն եմ հայտնում ոճաբան Քրիստինե Հովանիսյանին։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը։ Դիգնիսին աշխատում է, որ դուք լինեք տեղեկացված։